Բարև ձեզ իմ սիրելի բարեկամներ։ Ուրախ եմ կրկին ձեզ ողջունելու մեր ալիքում, որտեղ մենք խոսում ենք ամենակարևորի՝ մեր առողջության մասին, պարզ ու հասկանալի լեզվով։ Հաճախ եք զգում, որ առավոտյան արթնանում եք արդեն իսկ հոգնած, որ մի փոքր միջանցիկ քամին բավական է, որպեսզի մի ամբողջ շաբաթ պարկեք անկողնում, որ ուժերը չեն բավականացնում անգամ թոռնիկների հետ խաղալու համար։ Եթե այս հարցերից գոնե մեկին դուք պատասխանեցիք այո, ապա այսօրվա մեր զրույցը հենց ձեզ համար է։ Նախքան սկսելը խնդրում եմ մի պահ տրամադրեք և բաժանորդագրվեք մեր ալիքին ու սեղմեք զանգակի կոճակը։ Ինչու եմ սա խնդրում, որովհետև այստեղ մենք կիսվում ենք ոչ թե համացանցից վերցված պատահական խորհուրդներով, այլ տարիների փորձով ստուգված և գիտությամբ հիմնավորված տեղեկատվությամբ, որն իսկապես կարող է փոխել ձեր կյանքի որակը։ Եվ իհարկե մեկնաբանություններում անպայման գրեք, թե Հայաստանի կամ աշխարհի որ քաղաքից եք մեզ դիտում, ինձ համար շատ հաճելի է կարդալ ձեր արձագանքները և զգալ մեր մեծ, առողջ ընտանիքի աշխարհագրությունը։ Հիմա մի պահ մտածեք այս հարցի շուրջ. ինչու է մեր տատիկը, որ մեծացել է լեռներում, առանց դեղերի ու վիտամինների, 90 տարեկանում ավելի առուկ ու դիմացկուն, քան մենք 60-ում դեղատների այս առատության պայմաններում։ Գաղտնիքը միայն մաքուր օդը չէ, գաղտնիքը պապենական իմաստության մեջ է, որը մենք ցավոք սկսել ենք մոռանալ։ Եկիք մտովի տեղափոխվենք 100 տարի առաջվա մի հայկական լեռնային գյուղ։ Այնտեղ չկային դեղատներ, հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղեր։ Կյանքը դաժան էր, աշխատանքը ծանր, բայց մարդիկ ապրում էին բնության հետ ներդաշնակ։ Երբ երեխան սկսում էր հազալ կամ տուն մտած տղամարդը գանգատվում էր մրսածություն ու հոդերի ցավից, տան տիկինը գնում էր ոչ թե դեղատուն, այլ դեպի տան ամենաթանկարժեք անկյունը՝ մութ ու զով մառանը։ Այնտեղ թոնրի հացի բույրի հետ խառնված պահվում էին նրա իսկական գանձերը։ Մի մեծ կճուճի մեջ լեռնային ծաղիկներից քամած թանձր մուգ մեղրը, որը տարիներով չէր շաքարակալվում։ Պարկի մեջ չորացրած կնճռոտ իմբիրի արմատները, որոնք վաճառականները բերում էին հեռավոր երկրներից և որոնց գինը ոսկու գին էր։ Եվ մի փոքրիկ սրվակի մեջ մուգ, կպչուն, սուր բուրմունքով մի նյութ՝ ակնամոմը, որով մեղուները փակում էին իրենց փեթակի բոլոր ճեղքերը, այն դարձնելով աշխարհի ամենամաքուր վայրը։ Սա նրանց դեղատուփն էր բոլոր հիվանդությունների դեմ։ Տատիկը գիտեր, մի գդալ մեղրը կհանգստացնի կոկորդը, իմբիրի թեյը կտաքացնի սառած մարմինը, իսկ ակնամոմի մի փոքրիկ կտորը կսպանի ներսի բոլոր մանրեները։ Այս գիտելիքը փոխանցվում էր ոչ թե գրքերով, այլ մորից աղջկան, շշուկով, խոհանոցում աշխատելիս։ Աղջիկս, տես, երբ մարդու ուժերը պակասում են, այս երեքը խառնիր իրար, տուր, թող ուտի, բնությունն ինքը գիտի իր գործը։ Իսկ ինչ ունենք մենք այսօր։ Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարում։ Յուրաքանչյուր անկյունում դեղատուն է, որի ցուցափեղկերը փայլում են հազարավոր գունավոր տուփերով։ Մի փոքր մրսում ենք, վազում ենք դեղատուն, գնում թանկարժեք փոշիներ, որոնք խոստանում են ոտքի կանգնեցնել մեկ օրում։ Բայց ինչ են դրանք անում իրականում։ Նրանք պարզապես քողարկում են ախտանշանները, իջեցնում են ջերմությունը, դադարեցնում քթահոսությունը, բայց չեն պայքարում խնդրի արմատի դեմ։ Վիրուսը մնում է օրգանիզմում, իսկ մեր իմունիտետը, այդպես էլ չսովորելով պայքարել, էլ ավելի է թուլանում։ Արդյունքում մենք հիվանդանում ենք ավելի հաճախ, ավելի երկար, և յուրաքանչյուր հիվանդությունից հետո մեզանից տանում է ուժի մի մասնիկ։ Ահա թե ինչու այսօր լավ մտածող բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են իրենց հիվանդներին ասում. դեղերի հետ միասին մի մոռացեք նաև տատիկի մեթոդների մասին։ Որովհետև նրանք հասկանում են, քիմիան կարող է ճնշել հիվանդությունը, բայց միայն բնությունն է կարող ուժ տալ օրգանիզմին այն հաղթահարելու համար։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ժամանակակից գիտությունը այսօր իր ամենախելացի սարքերով ու մանրադիտակներով սկսել է ապացուցել այն, ինչ մեր նախնիները գիտեին ինտուիտիվ կերպով։ Գիտնականները բացահայտել են, որ մեղրի ֆերմենտները, իմբիրի հակաբորբոքային նյութերը և ակնամոմի ֆլավոնոիդները ոչ թե պարզապես սպանում են մանրեներին, այլ մարզում, կարգավորում են մեր իմունային համակարգը, դարձնելով այն ավելի խելացի և արդյունավետ։ Նրանք մեր օրգանիզմի բանակին սովորեցնում են ճիշտ ժամանակին և ճիշտ ուժով պատասխանել թշնամու ներխուժմանը։ Այսօր մենք կխոսենք հենց այդ պարզ, բայց աներևակայելի հզոր բնական էլիքսիրի մասին, որը կօգնի ձեզ վերականգնել կորցրած եռանդը և ամրացնել ձեր առողջության վահանը։ Մեր հաջորդ հատվածում ես ձեզ մանրամասն կբացահայտեմ այս 3 հրաշագործ բաղադրիչների գաղտնի ուժը։
Այսպիսով, մենք կանգ առանք ամենահետաքրքիր հարցի շեմին. ո՞րն է այդ պապենական գաղտնիքը, ո՞րն է այն 3 բաղադրիչներից բաղկացած հզոր միջոցը, որի մասին մենք խոսում ենք։ Ժամանակն է բացելու բոլոր խաղաքարտերը։ Խոսքը ոչ թե ինչ-որ հազվագյուտ անհասանելի բույսերի մասին է, այլ 3 բնական հրաշքների, որոնք վստահ եմ ձեզանից շատերի խոհանոցում կամ մառանում կան։ Սրանք մեր բնության 3 ռազմիկներն են՝ մեղրը, կոճապղպեղը և ակնամոմը։ Վայ, այսքանը, միգուցե մտածեն ձեզանից ոմանք, մենք սա գիտեինք։ Բայց սպասեք, գաղտնիքը ոչ թե պարզապես այս 3-ի գոյության մեջ է, այլ նրանց միասնության անհավանական ուժի մեջ։ Սա այն դեպքը չէ, երբ մեկին գումարում ես 2 և ստանում ես 3, այստեղ մեկին գումարելով 2 դուք ստանում եք 10։ Սա կոչվում է սիներգիա, երբ բաղադրիչները ոչ թե ուղղակի օգնում են իրար, այլ բազմապատկում են միմյանց ուժը։ Եկեք պատկերացնենք մեր օրգանիզմը որպես մի ամրոց։ Մեղրը մեր հեղուկ ոսկին, այդ ամրոցի բուժարարն է և սնուցողը։ Այն մաքրում է վերքերը, հանգստացնում բորբոքված կոկորդը, սնունդ և էներգիա է տալիս մեր իմունային բջիջ զինվորներին։ Կոճապղպեղը արմատ կրակը, ամրոցի սուրհանդակն է։ Իր տաքացնող հատկությամբ այն արագացնում է արյան շրջանառությունը, կարծես բացելով ամրոցի բոլոր ճանապարհները, որպեսզի մեր զինվորները հնարավորինս արագ հասնեն այնտեղ, որտեղ ներխուժել է թշնամին, վիրուսը։ Իսկ ակնամոմը, մեղուների վահանը, սա մեր ամրոցի ամենաիմաստուն զորավարն է։ Այն ոչ միայն ինքն է սպանում թշնամիներին իր հզոր հակամանրեային հատկությամբ, այլև մարզում է մեր բանակը, սովորեցնելով նրան ավելի արդյունավետ պայքարել։ Ահա թե ինչու է ժամանակակից բժշկության մոտեցումը հաճախ պարտվում։ Թանկարժեք դեղը գալիս է որպես վարձկան զինվոր, կատարում մեկ կոնկրետ առաջադրանք, ասենք իջեցնում ջերմությունը, և հեռանում, թողնելով մեր բանակը նույնքան թույլ և անպատրաստ։ Իսկ մեր 3 բնական ռազմիկները չեն կռվում մեր փոխարեն, նրանք ուժեղացնում են մեզ, սովորեցնելով ինքնուրույն հաղթել։ Սա է հույսը պարզ և անվտանգ բուժման, որը գալիս է հենց բնությունից։ Այս իմաստությունը մեր ժողովրդի մեջ ապրել է դարեր շարունակ։ Հիշում եմ, թե ինչպես էր տատս պատմում, որ ձմռանը, երբ պապը սարերից վերադառնում էր սառած ու թրջված, առաջին բանը, որ տատս անում էր, ոչ թե նրան տաք վերմակի տակ դնելն էր, այլ մի մեծ գդալ մեղրի մեջ մի պտղունց չորացրած ու աղացած իմբիր խառնելն ու նրան տալը։ Թող ներսից տաքանա, ասում էր նա, կրակը ներսից պիտի վառվի, ոչ թե դրսից։ Իսկ երբ մենք երեխաներս ատամի ցավ կամ լնդերի բորբոքում էինք ունենում, նա մի փոքրիկ սիսերի հատիկի չափ ակնամոմ էր տալիս ու ասում. «Դիր ցավող տեղին ու պահիր, մեղվի դեղը ամեն ինչ կմաքրի»։ Սրանք ոչ թե ուղակի բաղադրատոմսեր էին, այլ կյանքի փիլիսոփայություն, հավատ բնության ուժի նկատմամբ։ Եվ գիտեք որն է ամենազարմանալին, այն ինչ մեր տատիկները գիտեին փորձով, այսօր հաստատվում է լաբորատորիաներում։ Վերջին տասնամյակներում աշխարհի տարբեր գիտական կենտրոններ, Գերմանիայի համալսարաններից մինչև ճապոնական հետազոտական ինստիտուտներ հազարավոր ուսումնասիրություններ են նվիրել այս 3 բաղադրիչներին։ Նրանք ապացուցել են, որ իմբիրի մեջ պարունակվող գինգերոլ նյութը ունի ասպիրինի նման հակաբորբոքային ազդեցություն, բայց առանց ստամոքսը վնասելու ռիսկի։ Նրանք հաստատել են, որ ակնամոմի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կարող են կանգնեցնել վիրուսների բազմացումը ավելի արդյունավետ, քան որոշ հայտնի հակավիրուսային դեղեր։ Եվ նրանք հիացմունքով են նշում, որ բնական մեղրը պարունակում է այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մեր բջիջները ծերացումից և վնասվելուց։ Համեմատության համար նշեմ, որ շատ դեղեր ունեն մեկ նպատակակետ, մինչդեռ այս բնական խառնուրդը գործում է համալիր, միաժամանակ ամրացնելով իմունիտետը, նվազեցնելով բորբոքումը և էներգիա տալով ամբողջ օրգանիզմին։ Հիմա, երբ մենք հասկացանք այս բնական գանձերի մեջ թաքնված անհավանական ուժը, մնում է ամենակարևոր հարցը. ինչպես դրանք ճիշտ համադրել, ստանալու համար մեր սեփական առողջության էլիքսիրը։ Դրա մասին մենք կխոսենք հաջորդիվ։ Այն, ինչ մեր տատիկները գիտեին զգացմունքով ու փորձով, այսօր ժամանակակից գիտությունը հաստատում է մանրադիտակի տակ, բջջային մակարդակով։ Եկեք մի պահ մոռանանք խոհանոցի մասին և հագնենք սպիտակ խալաթներ, հասկանալու համար, թե իրականում ինչ կախարդանք է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ այս 3 բաղադրիչները միանում են։ Սա ոչ թե հեքիաթ է, այլ մաքուր կենսախիմիա, որը ես կփորձեմ բացատրել ձեզ շատ պարզ լեզվով։ Պատկերացրեք, որ վիրուսը փոքրիկ ավազակ է, որը ներխուժում է մեր բջիջ տունը, գրավում այն և սկսում իր նման հազարավոր ավազակներ արտադրել։
Մեր իմունային համակարգը, մեր ոստիկանությունը պետք է արագ արձագանքի, շրջափակի գրավված տունը և ոչնչացնի ավազակներին։ Տարիքի հետ, սակայն, մեր ոստիկանությունը դառնում է ավելի դանդաղաշարժ, իսկ ռադիոկապը՝ վատ։ Ահա այստեղ է, որ գործի են անցնում մեր 3 օգնականները։ Սկսենք ակնամոմից, մեր հատուկ ջոկատայինից։ Երբ այն մտնում է օրգանիզմ, նրա մեջ պարունակվող ֆլավոնոիդները, այդ փոքրիկ, բայց շատ խելացի մոլեկուլները, անում են 2 կարևոր գործ։ Առաջին, նրանք ուղղակիորեն հարձակվում են վիրուսի վրա, թույլ չտալով նրան կպչել առողջ բջիջներին։ Կարծես նրանք յուղում են մեր բջիջ տների դռները, և ավազակը չի կարողանում բռնակից բռնել ու ներս մտնել։ Երկրորդ, և սա ամենակարևորն է, նրանք բարելավում են ռադիոկապը մեր իմունային բջիջների միջև։ Նրանք ակտիվացնում են տաքզվան T լիմֆոցիտներին, մեր ամենաուժեղ զինվորներին, որոնք սկսում են ավելի արագ և ճշգրիտ գտնել ու ոչնչացնել արդեն վարակված բջիջները։ Հիմա հերթը կոճապղպեղինն է, մեր թիկունքի ապահովման ծառայությանը։ Նրա հիմնական զենքը՝ գինգերոլը, հզոր հակաբորբոքային միջոց է։ Երբ մեր ոստիկանությունը սկսում է կռվել ավազակների դեմ, մարտի դաշտում միշտ առաջանում է բորբոքում, կարմրություն, այտուց ցավ, օրինակ կոկորդի ցավը։ Գինգերոլը հանգստացնում է այս բորբոքումը, թույլ չտալով, որ այն չափից դուրս տարածվի և վնասի առողջ հյուսվածքներին։ Բացի այդ, իր տաքացնող հատկությամբ այն լայնացնում է մանր անոթները և արյան հետ միասին ավելի շատ իմունային բջիջներ և սննդարար նյութեր են հասնում մարտի դաշտ։ Եվ վերջապես, մեղրը, մեր բուժքույրն ու խոհարարը։ Այն լի է բնական շաքարներով, ֆրուկտոզայով և գլյուկոզայով, որոնք արագ էներգիա են տալիս մեր հոգնած իմունային բջիջներին։ Պատերազմը ուժ է խլում, և մեղրը այդ ուժը վերականգնող ամենաարագ միջոցն է։ Բացի այդ, այն պարունակում է ֆերմենտներ և հակաօքսիդանտներ, որոնք հոգնում են մաքրել մարտի դաշտը ավերածություններից հետո և արագացնել վնասված բջիջների վերականգնումը։ Սա ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն։ 2012 թվականին Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հրապարակեցին մի հետազոտություն, որտեղ ապացուցեցին, որ ակնամոմի էքստրակտը զգալիորեն ճնշում է գրիպի վիրուսի ակտիվությունը, իսկ Օդենսեի համալսարանի Դանիա հետազոտողները դեռ 2000-ականների սկզբին ցույց տվեցին, որ իմբիրի ակտիվ բաղադրիչները կարող են նվազեցնել բորբոքումը նույնքան ոչ ստերոիդային հակաբորբոքվային դեղամիջոցները։ Իսրայելում, որտեղ մեղվաբուծությունը շատ զարգացած է, կան կլինիկաներ, որտեղ բժիշկները վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներ նշանակելու փոխարեն առաջին հերթին խորհուրդ են տալիս ինհալյացիաներ ակնամոմով և մեղրի ընդունումը։ Ես անձամբ ճանաչում եմ մի հայտնի իմունոլոգի Երևանում, ով իր տարեց ծնողներին անմենաշուն սեզոնային վարակներից առաջ ստիպում է կանխարգելիչ կուրս անցնել, օգտագործելով հենց այս խառնուրդը։ Նա ասում է. «Ես կարող եմ նրանց նշանակել աշխարհի ամենաթանկ իմունոմոդուլյատորները, բայց ես գիտեմ, որ բնության տված այս պարզ միջոցն ավելի անվտանգ է և ի վերջո ավելի արդյունավետ, քանի որ այն չի կոտրում օրգանիզմի բնական կարգավորումները, այլ նրբորեն օգնում է դրանց»։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենակարևոր առավելությանը. այս մեթոդը գրեթե չունի կողմնակի ազդեցություններ, իհարկե եթե չունեք ալերգիա։ Այն բնական է, այն մատչելի է յուրաքանչյուրի համար, և ամենակարևորը, այն ոգեշնչում է։ Այն ձեզ վերադարձնում է վստահությունը սեփական օրգանիզմի ուժի նկատմամբ։ Դուք հասկանում եք, որ կարող եք ինքներդ, պարզ միջոցներով, օգնել ձեզ, չսպասելով հերթական քիմիական հենակին։ Այս գիտակցումն ինքնին բուժիչ ուժ ունի։ Հիմա, երբ մենք գիտականորեն հիմնավորեցինք այս մեթոդի հզորությունը, եկել է ամենասպասված պահը՝ սովորել, թե ինչպես պատրաստել մեր ոսկե էլիքսիրը։ Եվ այսպես մենք հասանք ամենագործնական և թերևս ամենասպասված մասին։ Բավական է տեսությունից խոսելը, ժամանակն է անցնելու գործի։ Հիմա մենք միասին քայլ առ քայլ կպատրաստենք մեր ոսկե էլիքսիրը։ Բայց մինչ այդ մի կարևոր նախազգուշացում։ Բժշկության մեջ, ինչպես և խոհարարության մեջ, չափաբաժիններն ու հետևողականությունը չափազանց կարևոր են։ Շատերը լսում են մեղր ու իմբիր ու մտածում. «Ահ, ինչ կա որ, կխառնեմ իրար ու վերջ»։ Սա ամենամեծ սխալն է։ Սխալ համամասնությունը կարող է կամ զրոյացնել ամբողջ օգուտը, կամ նույնիսկ գրգռել ստամոքսը։ Այնպես որ խնդրում եմ եղեք ուշադիր, ինչպես դեղատանը դեղ պատրաստելիս։ Ձեզ պետք չեն բարդ սարքավորումներ, միայն ուշադրություն և սեր այն գործի նկատմամբ, որն անում եք ձեր իսկ առողջության համար։ Եկեք սկսենք։ Մեզ անհրաժեշտ է 3 բան։ Առաջինը՝ մաքուր, բնական մեղր։
Շեշտում եմ, ոչ թե խանութի պլաստմասե շշերով այն թափանցիկ օշարական նման հեղուկը, այլ իսկական մեղր։ Լավագույնը լեռնային ծաղիկների կամ օրինակ հայկական հայտնի բազմածաղկային մեղրն է։ Այն պետք է լինի թանձր, բուրավետ։ Երկրորդը՝ թարմ կոճապղպեղի արմատ։ Ընտրեք ամուր, հարթ, առանց բորբոսի հետքերի արմատ։ Զգացեք նրա բույրը, այն պետք է լինի սուր, կծու, կիտրոնային նոտաներով։ Եվ երրորդը՝ ակնամոմի ոգեթուրմ, սպիրտավայենաստոյկա պրոպոլիսը։ Այն կարելի է գնել ցանկացած դեղատանից, այն շատ մատչելի է։ Հիմա բուն գործընթացը։ Վերցրեք 1 թեյի բաժակ։ Դրա մեջ դրեք 1 լիքը թեյի գթալ մեղր։ Եթե ձեր մեղրը շաքարակալվել է, դա նույնիսկ լավ է, դա նրա բնականության նշանն է։ Հիմա վերցրեք կոճապղպեղի արմատը։ Մեզ պետք է ընդամենը ձեր բթամատի եղունգի չափով մի կտոր, ոչ ավելի։ Մաքրեք կեղևը և քերիչի ամենամանր աչքով քերեք այն անմիջապես բաժակի մեջ։ Դուք կտեսնեք, թե ինչպես է իմբիրի հյութը խառնվում մեղրին։ Այժմ վերցրեք ակնամոմի ոգեթուրմի սրվակը, զգուշությամբ կաթիլ, ավելացրեք ընդամենը 3-4 կաթիլ, ոչ մի կաթիլ ավելի։ Ակնամոմը շատ հզոր է և մեծ քանակությունը կարող է դառը համ տալ։ Այժմ մի փոքրիկ գթալով այս ամենը լավ խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ձեր էլիքսիրը պատրաստ է։ Ինչպես ընդունել։ Ամենաարդյունավետ տարբերակը առավոտյան է, նախաճաշից 15-20 րոպե առաջ, դատարկ ստամոքսին։ Կարող եք ուտել այն հենց այդպես, գթալով, և վրայից մի քանի կում գոլ, ոչ եռման, ջուր կամ չշաքարավազած թեյ խմել։ Երբ դուք կուլ տաք այն, առաջինը կզգաք մեղրի քաղցրությունը, որը փաթաթում է կոկորդը։ Հետո մի քանի վայրկյան անց կզգաք իմբիրի ջերմությունը, որը սկսում է կոկորդից և ալիքի պես տարածվում կրծքավանդակով, իսկ հետո ամբողջ մարմնով։ Դուք կզգաք, թե ինչպես է ձեր օրգանիզմը ներսից արթնանում։ Սա ձեր իմունային համակարգն է ստանում իր առավոտյան մարտի հրամանը։ Այս խառնուրդը ոչ միայն պաշտպանում է ձեզ վիրուսներից, այլև լավացնում է մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունը և ամբողջ օրվա համար տալիս է անհավանական եռանդ։ Ուզում եմ պատմել ձեզ Գյումրիից մի կնոջ, տիկին Անահիտի պատմությունը։ Նա 68 տարեկան է, նախկին ուսուցչուհի։ Տարիներ շարունակ նա տառապում էր քրոնիկ բրոնխիտից։ Ամեն աշուն նրա համար դառնում էր տանջանք, անվերջ հազ, թուլություն, հիվանդանոցներ։ Դեղերի վրա ամեն ամիս ծախսում էր իր թոշակի գրեթե կեսը։ Մի անգամ նա դիտել էր մեր հաղորդումներից մեկը և որոշել փորձել այս մեթոդը։ Սկզբում իհարկե թերահավատորեն էր տրամադրված, բայց սկսեց ամեն առավոտ պատրաստել և ընդունել այս էլիքսիրը։ Առաջին շաբաթում նկատեց, որ ավելի շատ էներգիա ունի։ Մեկ ամիս անց զարմանքով հասկացավ, որ իր առավոտյան հազը գրեթե անցել է։ Եկավ ձմեռը, նրա թոռնիկները գրիպով հիվանդացան, ամբողջ ընտանիքը հերթով պառկեց, իսկ տիկին Անահիտը ոտքի վրա մնաց, խնամելով բոլորին։ Երբ նա գարնանը գնաց իր բժշկի մոտ, բժիշկը լսելով նրա թոքերը զարվածած հարցրեց. «Անահիտ, ի՞նց եք արել, ձեր թոքերն այսքան մաքուր վաղուց չեն եղել»։ Այսօր նա ասում է. «Ես ինձ ավելի առողջ եմ զգում, քան 10 տարի առաջ»։ Այս փոքրիկ գթալը ինձ վերադարձրեց ոչ միայն առողջություն, այլև կյանքի ուրախություն։ Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց նման հազարավոր օրինակներ կան։ Այնպես որ մի հետաձգեք, վաղվանից իսկ սկսեք այս պարզ, բայց հզոր ծեսը։ Դարձրեք այն ձեր առավոտյան սովորությունը, ինչպես ատամները լվանալը։ Իսկ մեր հաջորդ հատվածում ես ձեզ կպատմեմ լրացուցիչ հնարքների և նրբությունների մասին, թե ինչպես կարելի է այս էլիքսիրն էլ ավելի հզոր դարձնել, ավելացնելով այլ բնական բաղադրիչներ, կախված ձեր օրգանիզմի կարիքներից։ Մնացեք մեզ հետ։ Մենք արդեն սովորեցինք պատրաստել մեր ոսկե էլիքսիրի հիմնական բազային տարբերակը։ Սա, այսպես ասած, մեր բանակի հիմնական զորքն է։ Բայց փորձառու զորավարը գիտի, որ հաղթանակի համար պետք են նաև հատուկ նշանակության ջոկատներ, որոնք կգործեն կոնկրետ ուղղություններով։ Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ մի քանի մասնագիտական գաղտնիքներով, որոնց մասին բժիշկները ցավոք միշտ չէ որ ժամանակ են ունենում պատմել ընդունարանում։ Սրանք փոքրիկ, բայց շատ հզոր հավելումներ են, որոնք կարող են մեր էլիքսիրի ազդեցությունը հասցնել բոլորովին նոր մակարդակի, հարմարեցնելով այն հենց ձեր օրգանիզմի կարիքներին։ Եկեք մեր էլիքսիրը դարձնենք իսկական խելացի դեղամիջոց։ Եթե դուք զգում եք, որ ոչ միայն հաճախ եք մրսում, այլև անընդհատ տանջվում եք հոդացավերից, առավոտյան ձեր մատները դժվար են ծալվում, իսկ ծնկները ճռճռում են, ապա ձեր հատուկ նշանակության ջոկատը քրքումն է։ Այո, այն վառ դեղին համեմունքը, որը շատերը օգտագործում են փլավի մեջ։ Ձեր առավոտյան էլիքսիրի մեջ մեղրի, իմբիրի և ակնամոմի հետ միասին ավելացրեք դանակի ծայրով մի պտղունց աղացած քրքում։
Կարևոր է ոչ թե թեյի գթալ, այլ ընդամենը մի պտղունց։ Քրքումի ակտիվ նյութը կուրկումինը բնության ամենահզոր հակաբորբոքային միջոցներից է, որը թիրախավորում է հենց խրոմիկ, թաքնված բորբոքումները, որոնք ապրում են մեր հոդերում և տարիների ընթացքում քայքայում դրանք։ Իսկ եթե ձեր հիմնական խնդիրը ոչ այնքան մրսածությունն է, որքան անոթները, բարձր խոլեստերինը կամ ծանր գլուխը, ապա ձեր դաշնակիցը դառնում է կիտրոնը և մի պտղունց դարչինը։ Էլիքսիրը պատրաստելուց հետո դրա մեջ քամեք 1 բարակ շերտ կիտրոնի հյութ, ոչ թե ամբողջ կիտրոնի, եւ ավելացրեք մի պտղունց աղացած դարչին։ Վիտամին C-ն կիտրոնի մեջ ոչ միայն իմունիտետի համար է, այն նաև հզոր հակաօքսիդանտ է, որը մաքրում է մեր անոթների պատերը խոլեստերինային վահանիկներից։ Իսկ դարչինը նրբորեն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնում ուղեղի արյան շրջանառությունը։ Այս համադրությունը ձեր առավոտը կդարձնի ավելի պարզ, իսկ միտքը ավելի սուր։ Բայց միայն ներսից օգնելը բավարար չէ, մենք պետք է արթնացնենք մեր օրգանիզմի սեփական բուժիչ ուժերը, և այստեղ ես ձեզ կսովորեցնեմ մի պարզ, բայց աներևակայելի արդյունավետ վարժություն, որը պետք է անել էլիքսիրը խմելուց անմիջապես հետո։ Քչերը գիտեն, որ մեր իմունային համակարգի կարևորագույն օրգաններից մեկը, ուրցագեղձը, տիմուս, գտնվում է կրծքավանդակի կենտրոնում, կրծոսկրի հետևում։ Տարիքի հետ այն փոքրանում է և նրա ակտիվությունը նվազում է, բայց մենք կարող ենք այն արթնացնել։ Էլիքսիրը խմելուց հետո կանգնեք ուղիղ, ձեռքի մատները հավաքեք բռունցքի մեջ, բայց բթամատը թողեք դրսում, և ձեր բռունցքի փափուկ մասով սկսեք թեթևակի, ռիթմիկ թակել ձեր կրծոսկրի կենտրոնական մասին, այնտեղ, որտեղ տղամարդիկ փողկապի հանգույցն են կապում։ Թակոցները պետք է լինեն ոչ թե ուժեղ, այլ թեթև, վիբրացիոն, ինչպես փայտփորիկի թակոցը։ Աչքերը փակեք և կատարեք այս թակոցները 1 րոպեի ընթացքում, խորը շնչելով։ Դուք կզգաք, թե ինչպես է հաճելի ջերմությունն ու թրթիռը տարածվում կրծքավանդակով։ Այս պարզ վարժությունը խթանում է ուրցագեղձի աշխատանքը և նպաստում T լիմֆոցիտների, մեր իմունային զինվորների արտադրությանը։ Ուզում եմ պատմել Արթուրի մասին, ով 58-ամյա վարորդ է Վանաժորից։ Նրա կյանքը վերջին տարիներին դարձել էր մղձավանջ։ Անընդհատ հոգնածություն, ոտքերի ցավ, բարձր ճնշում և ամենակարևորը, նա տարին 5-6 անգամ հիվանդանում էր անգինայով։ Նա սկսեց ընդունել մեր էլիքսիրը, քրքումի հավելումով, հոդերի համար։ Առաջին ամիսներին զգաց, որ ուժերն ավելացել են, բայց անգինաները թեև ավելի թեթև, բայց շարունակվում էին։ Ես նրան խորհուրդ տվեցի էլիքսիրից հետո կատարել ուրցագեղձի թաքման վարժությունը և օրվա ընթացքում ավելացնել ևս մեկ պարզ տեխնիկա՝ ականջախեցիների ինքնամերսում։ Ամեն անգամ, երբ զգում էր թուլություն, նա բթամատով և ցուցամատով սկսում էր ինտենսիվ տրորել իր ականջախեցիները վերևից ներքև, մինչև դրանք կարմրեին ու տաքանային։ Ականջախեցիների վրա կան հարյուրավոր կենսաբանական ակտիվ կետեր, որոնք կապված են մեր բոլոր ներքին օրգանների հետ։ Այս մերսումը կարծես վերագործարկում է ամբողջ օրգանիզմը։ Անցավ 6 ամիս։ Արթուրը ոչ մի անգամ չհիվանդացավ։ Նրա ճնշումը կայունացավ, իսկ ոտքերի ցավը գրեթե անհետացավ։ Նա ասում էր. «Ես զգում եմ, որ իմ մարմնի կառավարումը վերցրել եմ իմ ձեռքը։ Առավոտյան գթալը, թակոցը և մերսումը ինձ համար դարձել են իմ առողջության բանալին»։ Սրանք պարզ մեթոդներ են, բայց դրանց համատեղ ուժը հսկայական է։ Դուք ոչ միայն խմում եք բուժիչ խառնուրդ, այլև ֆիզիկապես օգնում եք ձեր մարմնին այն յուրացնել և ճիշտ ուղղորդել։ Բայց իհարկե նույնիսկ ամենահզոր մեթոդները կարող են վնասակար լինել, եթե չիմանանք դրանց հակացությունների և անվտանգության կանոնների մասին։ Հաջորդ անգամ մենք անկեղծ կխոսենք այն մասին, թե ում է կարելի և ում ոչ, և ինչպես չվնասել ինքներդ ձեզ առողջություն փնտրելու ճանապարհին։ Մենք արդեն շատ ենք խոսել մեր բնական էլիքսիրի անհավանական օգուտների մասին։ Բայց որպես բժիշկ ես ունեմ մի սուրբ պարտականություն, որը գերակա է ցանկացած այլ բանից։ Դա Հիպոկրատյան հայտնի պատվիրանն է՝ «Նոլի նոցերը», մի վնասիր։ Ամենահզոր դեղը կարող է դառնալ թույն, եթե այն սխալ կիրառվի։ Այդ պատճառով այսօր մենք կունենանք շատ լուրջ և անկեղծ զրույց։ Մենք կխոսենք անվտանգության, նախազգուշացումների և այն դեպքերի մասին, երբ մեր հրաշագործ միջոցից պետք է կամ հրաժարվել, կամ օգտագործել մեծ զգուշությամբ։ Խնդրում եմ, լսեք այս հատվածը առանձնակի ուշադրությամբ։ Սա ձեր առողջության անվտանգության տեխնիկան է։ Ամենաառաջին և ամենակարևոր հակացությունը ալերգիան է։ Եթե դուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը երբևէ ունեցել է ալերգիկ ռեակցիա մեղվամթերքից, լինի դա մեղր, ծաղկափոշի, թե ակնամոմ, ապա այս բաղադրատոմսը ցավոք ձեզ համար չէ։ Ռեակցիան կարող է դրսևորվել մաշկի ցանով, քորով կամ, Աստված մի արասցե, ավելի լուրջ ախտանիշներով, ինչպիսին է կոկորդի այտուցը։
Առողջությունը ռիսկի ենթարկել չի կարելի։ Երկրորդ խիստ նախազգուշացումը վերաբերում է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։ Հիշեք, մեղրը, թեև բնական, բայց պարունակում է մեծ քանակությամբ արագ յուրացվող ածխաջրեր, որոնք կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Եթե դուք ունեք դիաբետ, ապա նախքան այս մեթոդը փորձելը, պարտադիր պետք է խորհրդակցեք ձեր բուժող բժշկի կամ էնդոկրինոլոգի հետ։ Միայն նա կարող է որոշել, արդյոք ձեզ թույլատրելի է շատ փոքր չափաբաժին, թե ոչ, երբեք ինքնուրույն որոշում մի կայացրեք։ Երրորդ կարևոր խումբը ստամոքս-աղիքային տրակտի սուր հիվանդություններ ունեցողներն են։ Եթե դուք ունեք ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցի սրացում, սուր գաստրիտ կամ պանկրեատիտ, ապա կոճապղպեղը իր կծու և գրգռիչ հատկությամբ կարող է վատթարացնել ձեր վիճակը։ Նման դեպքերում պետք է սպասել հիվանդության սուր շրջանի ավարտին և միայն դրանից հետո բժշկի հետ խորհրդակցելով փորձել շատ փոքր չափաբաժնով առանց իմբիրի կամ դրա նվազագույն քանակությամբ։ Հիմա խոսենք դեղերի հետ փոխազդեցության մասին, սա չափազանց կարևոր է։ Կոճապղպեղը ունի արյունը թեթևակի ջրիկացնող հատկություն։ Եթե դուք արդեն իսկ ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, որոնք հաճախ նշանակում են սրտի հիվանդությունների կամ թրոմբոզի հակվածության դեպքում, օրինակ վարֆարին, կլոպիդոգրել կամ նույնիսկ սովորական ասպիրին կարդիո, ապա իմբիրի ավելացումը կարող է չափից դուրս ուժեղացնել այդ ազդեցությունը և մեծացնել արյունահոսության ռիսկը։ Նման դեպքերում բժշկի խորհրդատվությունը պարտադիր է։ Նույնը վերաբերում է ճնշումն իջեցնող դեղամիջոցներին։ Որոշ բաղադրիչներ կարող են փոքր-ինչ ազդել ճնշման վրա, ուստի կարևոր է հետևել ձեր ցուցանիշներին։ Ոսկե կանոն. եթե դուք մշտապես ընդունում եք որևէ կենսական կարևորության դեղ, ցանկացած ժողովրդական միջոց փորձելուց առաջ հարցրեք ձեր բժշկին։ Սա ոչ թե անվստահության, այլ խելամտության նշան է։ Իսկ ինչ անել, եթե դուք սկսել եք ընդունել էլիքսիրը և նկատել եք անսովոր ռեակցիաներ։ Որոնք են այն կարմիր դրոշակները, որոնց դեպքում պետք է անմիջապես դադարեցնել։ Եթե նկատում եք մաշկի քոր, ցան, այրոց ստամոքսում, որը չի անցքում, սրտխառնոց կամ գլխապտույտ, անմիջապես դադարեցրեք ընդունումը։ Ձեր օրգանիզմը ձեզ ազդանշան է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, լսեք նրան։ Եվ վերջում, մի իմաստուն խորհուրդ։ Մի սպասեք հրաշքի առաջին իսկ օրվանից։ Բնական միջոցները գործում են դանդաղ, նրբորեն, բայց հիմնովին։ Նրանք կուտակվում են օրգանիզմում, ուստի եղեք համբերատար։ Շատ օգտակար է վարել փոքրիկ առողջության օրագիր։ Ամեն օր գրի առեք մի քանի բառ ձեր ինքնազգացողության մասին։ Ինչպես եք քնել, ինչպիսին է ձեր էներգիայի մակարդակը, ցավեր ունեք, թե ոչ։ Մեկ ամիս անց, վերընթերցելով ձեր գրառումները, դուք հստակ կտեսնեք դրական դինամիկան, որը գուցե ամենօրյա հոգսերի մեջ աննկատ է մնում։ Սկսեք աստիճանաբար։ Առաջին օրերին պատրաստեք էլիքսիրի կես չափաբաժինը, որպեսզի ձեր օրգանիզմը ընտելանա։ Եվ հիշեք, մեր էլիքսիրը կախարդական փայտիկ չէ, այն հզոր գործիք է ձեր ձեռքում։ Բայց այն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե դուք այն զուգակցեք առողջ ապրելակերպի հետ։ Հաջորդ անգամ մենք կխոսենք հենց դրա մասին՝ սննդի և ֆիզիկական ակտիվության այն պարզ կանոնների մասին, որոնք կբազմապատկեն մեր էլիքսիրի ուժը։ Մենք արդեն սովորեցինք պատրաստել մեր հզոր էլիքսիրը, սովորեցինք այն ուժեղացնելու հնարակները և քննարկեցինք անվտանգության կանոնները, բայց հիմա եկեք պատկերացնենք հետևյալը. մեր էլիքսիրը նման է մի լավ այգեպանի, որը գալիս է ձեր օրգանիզմ այգին մշակելու։ Նա պարարտացնում է հողը, պայքարում վնասատուների դեմ, բայց եթե դուք ամեն օր այդ այգում թունախիմիկատներ լցնեք, աղբ թափեք և ջուր չտաք, ապա նույնիսկ ամենալավ այգեպանը անզորք կլինի։ Մեր օրգանիզմը մեկ ամբողջություն է, անհնար է բուժել միայն մի մասը, անտեսելով մնացածը։ Այդ պատճառով այսօր մենք կխոսենք այն 3 հիմնասյուների մասին, որոնց վրա կառուցվում է իսկական ամուր առողջությունը՝ սնունդ, շարժում և հոգեկան հանգստություն։ Եկեք սկսենք սնունդից։ Դուք այն եք, ինչ ուտում եք։ Այս խոսքերը 1000 անգամ եք լսել, բայց երբևէ խորությամբ մտածել եք դրանց մասին։ Ձեր կերած յուրաքանչյուր պատառը կամ շինանյութ է դառնում ձեր առողջ բջիջների համար, կամ վառելիք ձեր հիվանդությունների համար։ Ձեզ պետք չեն թանկարժեք օտարերկրյա սուպերֆուդեր։ Մեր հայկական հողը մեզ տալիս է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է։ Ձեր սեղանի մշտական հյուրերը պետք է դառնան սովորական, բայց հզոր մթերքները։ Առաջին հերթին սխտորն ու սոխը։ Սրանք բնության հակաբիոտիկներն են։ Օրական 1 պճեղ սխտորը կարող է պաշտպանել ձեզ տասնյակ վարակներից։ Երկրորդ՝ ճակնդեղը։
Այս համեստ արմատապտուղը հզորագույնս մաքրում է լյարդը, մեր օրգանիզմի գլխավոր ֆիլտրը։ Պատրաստեք պարզ աղցան, քերած հում ճակնդեղ, մի քիչ ընկույզ և մի գթալ ձիթայուղ։ Սա ձեր լյարդի լավագույն ընկերն է։ Երրորդ՝ կանաչիները, թարխուն, համեմ, ռեհան, կանաչ սոխ։ Սրանք ոչ միայն համ են տալիս, այլև լի են քլորոֆիլով, որը հագեցնում է մեր արյունը թթվածնով։ Եվ իհարկե մածունը, մեր ազգային հպարտությունը, մածունը պրոբիոտիկների անսպար աղբյուր է։ Առողջ աղիքային միկրոֆլորան ուժեղ իմունիտետի 80%-ն է։ Խմեք թան, կերեք մածուն, բայց ոչ քաղցր յոգուրտների տեսքով, այլ մաքուր բնական մածուն։ Իսկ ի՞նչն է մեր այգու թունաքիմիկատը։ Առաջին հերթին սպիտակ շաքարը, այն կերակրում է բորբոքումները և թուլացնում իմունային բջիջները։ Երկրորդ՝ սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու խմորեղենը։ Եվ երրորդ՝ վերամշակված մսամթերքը, երշիկներ, նրբերշիկներ։ Սրանք դատարկ կալորիաներ են, որոնք խլում են ձեր էներգիան։ Հաջորդ հիմնասյունը շարժումն է, շարժումը կյանք է։ Մեր օրգանիզմի ավշային համակարգը, որը մեր կոյուղին է և դուրս է բերում բոլոր տոքսինները, չունի սեփական պոմպ, ինչպես սիրտը։ Այն շարժվում է միայն մկանների կծկման շնորհիվ։ Եթե դուք չեք շարժվում, ձեր օրգանիզմը վերածվում է ճահճի։ Ոչ ոք ձեզնից մարաթոն վազել չի պահանջում, գտեք ձեր հաճույքը։ Ամեն օր 30 րոպե քայլեքը մաքուր օդին հրաշքներ է գործում։ Քայլեք ոչ թե խանութ գնալու համար, այլ հենց քայլելու հաճույքի համար։ Լսեք թռչունների ձայնը, նայեք երկնքին։ Առավոտյան անկողնուց վեր կենալուց առաջ 5 րոպե պարզ մարմնամարզություն արեք։ Ձգվեք, ինչպես կատուն, պտտեք ձեռքերն ու ոտքերը։ Սա ձեր մարմնին ազդանշան է տալիս՝ արթնացիր։ Նոր օր է սկսվել։ Եվ երրորդ, ամենաանտեսված, բայց ամենակարևոր հիմնասյունը հոգեկան հանգստությունն է։ Դուք կարող եք ամենաօգտակար սնունդն ուտել, ամեն օր մարզվել, բայց եթե դուք ապրում եք մշտական սթրեսի, անհանգստության, վիրավորվածության մեջ, ձեր իմունիտետը միշտ թույլ կլինի։ Սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, ուղղակիորեն սպանում է իմունային բջիջները։ Ինչ անել։ Սովորեք բաց թողնել։ Գտեք օրվա մեջ 10-15 րոպե միայն ձեզ համար։ Անջատեք հեռուստացույցը, հեռախոսը, նստեք հանգիստ, փակեք աչքերը և պարզապես հետևեք ձեր շնչառությանը։ Զգացեք, թե ինչպես է օդը մտնում և դուրս գալիս։ Մի պայքարեք մտքերի դեմ, թողեք դրանք գան ու գնան, ինչպես ամպերը երկնքում։ Այս պարզ մեդիտացիան հանգստացնում է նյարդային համակարգը և բառացիորեն բուժում մարմինը։ Ուզում եմ պատմել իմ հիվանդներից մեկի՝ Ռուբենի մասին։ Նա 62 տարեկան էր, շինարար։ Երբ եկավ ինձ մոտ, նա կիսով չափ կոտրված մարդ էր։ Շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ավելորդ քաշ, իսկ ամենասարսափելին մշտական անտանելի ցավեր ոտքերի նյարդերի բորբոքման պատճառով՝ պոլինեյրոպաթիա։ Նա գիշերները չէր քնում ցավից։ Մենք սկսեցինք համալիր աշխատանք։ Նա սկսեց ընդունել էլիքսիրը, դարչինի հավելումով։ Մենք ամբողջությամբ փոխեցինք նրա սննդակարգը, հանելով շաքարն ու սպիտակ հացը, ավելացնելով բանջարեղեն և մածուն։ Նա սկսեց ամեն առավոտ 20 րոպե քայլել, թեկուզ և ցավով։ Եվ ամեն երեկո քնելուց առաջ 10 րոպե նստում էր լուռ, կենտրոնանալով իր շնչառության վրա։ Առաջին ամիսը շատ դժվար էր, բայց հետո սկսվեցին հրաշքները։ 3 ամիս անց նրա արյան շաքարը զգալիորեն իջավ։ 6 ամիս անց նա նիհարեց 12 կիլոգրամով։ 1 տարի անց նա եկավ ինձ մոտ և ասաց. «Բժիշկ, ես 3 գիշեր առաջին անգամ քնել եմ առանց ցավի»։ Այսօր Ռուբենը բոլորովին այլ մարդ է։ Նա շարունակում է իր առողջ ապրելակերպը ոչ թե որպես բուժում, այլ որպես կյանքի ոճ։ Նա հասկացավ, որ իր առողջությունը ոչ թե բժշկի կամ դեղերի, այլ իր ամենօրյա փոքրիկ ընտրությունների արդյունքն է։ Եվ այս ընտրությունը կարող է կատարել յուրաքանչյուրը։ Հաջորդ և վերջին հատվածում մենք կամփոփենք մեր անցած ճանապարհը և կխոսենք այն մասին։ Թե ինչպես այս գիտելիքները դարձնել ոչ թե ժամանակավոր կուրս, այլ ձեր երկար ու երջանիկ կյանքի մշտական ուղեկիցը։ Ահա և մենք հասանք մեր մեծ զրույցի ավարտին։ Մենք միասին անցանք մի ամբողջ ճանապարհ, մեր նախնիների մառաններից մինչև ժամանակակից գիտական լաբորատորիաներ, խոհանոցում էլիքսիր պատրաստելուց մինչև մեր օրգանիզմի խորքերը ճամփորդելը։ Հիմա եկեք մի պահ կանգ առնենք և ամփոփենք այն գանձերը, որոնք մենք հայտնաբերեցինք այս ճանապարհին։ Առողջությունը սպրինտ չէ, այն մարաթոն է, և մենք այսօր սովորեցինք, թե ինչպես վազել այն հաճույքով և առանց հոգնելու։ Առաջինը, մենք հասկացանք, որ մեր իմունիտետը տարիքի հետ թուլանում է, բայց դա դատավճիռ չէ, մենք կարող ենք և պետք է օգնենք նրան։ Երկրորդ,
Մենք բացահայտեցինք մեղրի, կոճապղպեղի և ակնամոմի ոսկե էլիքսիրի գաղտնիքը, գիտականորեն հիմնավորված հզոր և բոլորիս հասանելի միջոցը։ Երրորդ, մենք սովորեցինք լինել խելամիտ և զգույշ, միշտ հիշելով հնարավոր հակացությունների մասին։ Եվ չորրորդ, ամենակարևորը, մենք գիտակցեցինք, որ էլիքսիրը կախարդական փայտիկ չէ, այլ հզոր դաշնակից, որի ուժը բազմապատկվում է առողջ սննդի, ամենօրյա շարժման և հոգեկան խաղաղության շնորհիվ։ Հիմա ես ուզում եմ, որ դուք մի պահ փակեք ձեր աչքերը և պատկերացնեք ձեզ 1 տարի հետո։ Պատկերացրեք, որ արթնանում եք առավոտյան, ոչ թե ծանրության զգացումով, այլ թեթևությամբ և եռանդով։ Դրսում ձմեռ է, բոլորը հազում են ու փրշտում, իսկ դուք ձեզ հիանալի եք զգում։ Դուք ուժ ունեք ոչ միայն թոռնիկների հետ այգի գնալու, այլև նրանց հետ վազելու։ Դուք հանդիպում եք ընկերների հետ, ծիծաղում, կյանքը վայելում, առանց անընդհատ մտածելու ցավի կամ հաջորդ դեղը խմելու մասին։ Սա ֆանտաստիկա չէ, սա այն իրականությունն է, որը դուք կարող եք ստեղծել ձեզ համար, սկսած հենց վաղանից։ Օրական ընդամենը 1 գթալ էլիքսիր, 20 րոպե քայլք և մի քանի րոպե լռություն։ Այս փոքրիկ քայլերը օրեցօր կառուցելու են ձեր առողջության ամուր բերդը։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Տարիներ շարունակ մենք սովորել ենք մտածել, որ մեր առողջությունը բժիշկների և դեղերի պատասխանատվությունն է։ Մենք մեր մարմինը տանում ենք բժիշկի, ինչպես մեքենան, արհեստանոց, և ասում նորոգիր։ Բայց մեր մարմինը մեքենա չէ, այն կենդանի, իմաստուն համակարգ է, որն ունի ինքնաբուժման անհավանական ունակություն։ Մենք պարզապես պետք է դադարենք խանգարել նրան և սկսենք օգնել։ Հոգ տանել սեփական առողջության մասին, սա եսասիրություն չէ, սա ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Սա նշանակում է գնահատել այն անգին նվերը, որը տրվել է մեզ՝ կյանքը։ Եվ ես անսահման երախտապարտ եմ բնությանը իր անսպար իմաստության համար և գիտությանը, որն այսօր մեզ գործիքներ է տալիս այդ իմաստությունը հասկանալու և գիտակցաբար կիրառելու համար։ Այսօրի մենք միավորեցինք մեր տատիկների իմաստությունը և ժամանակակից գիտնականների հայտնագործությունները, ստեղծելով մի բան, որն իսկապես կարող է փոխել կյանքեր։ Եվ հիմա, իմ սիրելի բարեկամներ, ես ունեմ մի քանի խնդրանք ձեզ։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, եթե այն ձեր մեջ հույսի և ոգեշնչման մի կայծ վառեց, խնդրում եմ կիսվեք այն ձեր ընկերների, հարազատների, հարևանների հետ։ Թող որքան հնարավոր է շատ մարդից իմանան առողջության այս պարզ գաղտնիքների մասին։ Եկեք միասին ստեղծենք առողջ և ուժեղ համայնք։ Եվ իհարկե բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ կարևոր զրույցները։ Իսկ մեկնաբանություններում ես ուզում եմ, որ դուք գրեք թիվ 1, եթե որոշել եք վաղվանից սկսել ձեր ճանապարհը դեպի առողջություն։ Ես անպայման կկարդամ յուրաքանչյուր մեկնաբանություն, և ձեր մեկը կլինի ձեր անձնական խոստումը ինքներդ ձեզ։ Հիշեք, ձեր առողջությունը ձեր ամենամեծ հարստությունն է։ Պահպանեք այն, փայփայեք այն, և այն ձեզ կծառայի երկար, հավատարմորեն, պարգևելով ձեզ ամենաթանկը՝ լիարժեք և ուրախ կյանքի հնարավորություն։ Եղեք առողջ։